Մերոնք գետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Աշխարհում զարգացող իրադարձությունները, այսպես ասած, ասելիքի տեղ ինչ-որ իմաստով չի թողնում, երբեմն չգիտես, ինչ ասես։ Այս ամբողջի ծիրում ամենաանհանգստացնողը բնականաբար մեր կարգավիճակն է, ինչքանով ենք պատրաստ, ինչ ենք մտածում, ինչպես ենք մտածում, մտածել ենք, թե չէ, այս արհավիրքին, եթե հանկարծ հասնի մեզ ինչ ենք անելու։ Սա է խնդիրների խնդիրը։ Երկրում, այս պահին կարծես թե մեր գլխին ռումբեր չեն ընկնում, մենք տեսնում ենք, դիտորդի դերում ենք, քննադատողի դերում ենք, շատ վերլուծագանգեր, այսպես ասած, խոսում են, Իսրայելն է չարիք, Իրանն է չարիք, չգիտեմ, Չիրանն է չարիք, Ամերիկան էսպես, թքեմ դրան ծերեսին, էլ մենք Եվրոպայի հետ գործ չունենք, տեսեք Ռուսաստան եւ այլն, բայց դա քիչ մխիթարող երևույթ է։ Եվ այսպես, Ռուսաստանը, որպես գործընկեր, տարիներ, տասնամյակներ շարունակ մեզ խաբեց ու չարդարացրեց իրեն։ Դա Ռուսաստանի ներքին գործն է, իր քաղաքականությունը, իր մտածելակերպը։ Մենք պիտի կարողանայինք մեր մտածելակերպի վրա աշխատել։ Չաշխատեցինք։ Ամենափառավոր, ամեն անգամ այսպես ինքս ինձ ուտում եմ, ասում եմ, լավ, ոնց էր հնարավոր պապի թվանքը ձեռքին գնալ, պայքարել, կռվել։ Լուսավոր հազարավոր տղաների եմ որ ասում է, անմահացան, որ մենք ապրենք։ Գիծը գծել ու երկրի քաղաքական կոչվածները պարզապես ապականեցին ամեն ինչ։ Ուղղակի այն ծտերը, որ այսօր պատկերավոր ասած թռչում են Իսրայելից Իրան եւ Իրանից Իսրայել, մենք դրա ինչ-որ տոկոս պիտի ունենայինք, որպեսզի 44 օրյայում այսօրը չընկնեինք։ Տարօրինակ ձևով թվում է մի ժամանակ անեկդոտ կար, ասում էին Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրը որն է, ասում էին Ադրբեջանում ինտելեկտուալ է 20%-ը եւ տգետ 80%-ը, Հայաստանում հակառակը 80%-ն ինտելեկտուալ է, տգետ 20%-ը, ասում էին էլ խնդիրը որն է, ասում էին երկուսում էլ 20%-ն է ղեկավարում։ Մի տեսակ էսպես ստացվեց։ Մեր տգետները, ագահները ղեկավարեցին Հայաստանում, նրանց իբր ինտելեկտուալները Ադրբեջանում։ Սա վեշտի հասնող իրականություն է։ Կարողացան, ինչպես մենք ենք սիրում ասել, ոչխարացները, խաշնարածները, իլրում են իրենց երկրի թալանի, նաև իրենց բանակը պնդասնեն կամ իրենց ռազմավարությունը մշակեն, որ գան ու հետ պատասխան տան, այսպես ասած, մենք հակառակը այնպես արեցինք, որ մեր երեխեքը ղեկավարների միլիոնատերեր դառնան, որ մենք հրեղեն ջորին նստած, աչուձախ զուգարաններում մարդ սպանելով հերոսանանք։ Հետո եկան գլխներից տվեցին։ Այս երևույթը հանգիստ չի տալիս։ Հիմի այդ պատերազմը, տեսնում ես, մինչ 44 օրյան ինչ ստեղծեցինք, ոչինչ չստեղծեցինք։ Այսօրվա պատերազմին պատրաստ ենք թե չէ։ Պատրաստ ենք մեզ պաշտպանելու, բնականաբար, ես չեմ ասում, չգիտեմ։ Եվ այս մասին մեզ մնում է, այսպես ասած, ներքին հույսը, որ դե հո անուղեղ չեն, այս տարիներին ինչ-որ բաներ, ինչ-որ թռչուններ, ինչ-որ մտքեր կա, որ մենք գոնե կարողանանք, եթե հանկարծ փորձեն շեղվել դեպի մեզ, մեր պաշտպանունակությունը կազմակերպենք։ Եվ այսօր, եւ ամբողջ գիշեր, եւ այս օրերին, եւ դրանից առաջ ամեն ինչ պիտի արվեր, հիմա հուսով եմ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ մժեղի պես աշխատում են, օրեկան ինչ-որ թռչուններ են պատրաստվում, օրեկան ինչ-որ հնարավորություններ են նայվում, որ եթե կարիք լինի, մենք մեզ պաշտպանենք։ Ատել Իսրայելին, թե չգիտեմ, ատել Իրանին։ Ինչ որ աչուձախ են բաժանվել եւ
Վայ նա իսլամական պետություն է, նա, չգիտեմ, մոլերանդություն է, Իսրայելն էր մի մոլերանդություն է։ Նրանք ժամանակին ցեղասպանվեցին, հետո այդ անկյունում կարողացան անապատը ոռոգելի դարձնել։ Մենք ցեղասպանվեցինք ու սկսեցինք աշխարհին խնդրել, որ մեր ցեղասպանությունն ընդունի։ Մենք չպարտադրեցինք, որ մեզ հասած արհավիրքի պատասխանը տրվի։ Մենք չպնդացանք, մենք երկիր թալանող ղեկավարներ ունեցանք։ Մենք երկիր թալանողներին ընտրողներ ունեցանք։ Մենք 5000, 10000 դրամի համար, այսպես ասած, հոգի տվինք։ Ես երբեմն չգիտեմ ոնց ենք տարելով ապրել։ Այդ ոնց ենք եկել հասել։ Ոնց չենք վերացել։ Այսքան մատների արանքով նայես սեփական պետությանդ։ Այսքան արհամարհատ ունենաս ամեն ինչ։ Ու պատմությունը մոռացողների համար կրկնվելու բնավորություն ունի։ Ես երբեք չեմ կարծում, թե մենք իսպար պիտի վերանանք։ Ես չեմ էլ կարծում, թե մենք կարող ենք պետություն կորցնել։ Պետությունը, ասացի, Հայաստանը մենք ենք, հայ ժողովուրդը, եւ մենք միշտ պատրաստ ենք լինելու ու պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը։ Իշխանությունների խնդիրն է կարծես թե դարերով գալիս, չգիտեմ ինչու է այդպես, չեմ հասկանում, եթե ինչ-որ մեկը ավելի լավ հասկանում է, թող ինձ ասի։ Հիմա այսօր ընդդիմություն կոչված, ասենք, ինչ է, դաշնակցականներն ասում են այդ իշխաներ, իշխան Սաղաթելյան, հեսա Ադրբեջանը, որ հարձակվի, գլխի գցի, նամակ գրի, նրանք այսպես էլ գիտեն իրենց անելիքը այնպես էլ, դուք ինչ արեցիք, բա 20 տարի, բա 30 տարի, այսպես ասած, խաղաղությունդ ամրագրես, սահմաններդ ամրագրես, եւ այն մարդիկ, ովքեր պարտավոր էին այն թրջող սարքերից Հայաստանը լեփլեցուն ունենալ, որ բոլորը վախենային, այդ մարդիկ ընդամենը թրջող դարձրին իրենց լակոտներին։ Ու այսօր գետինը մտնելու փոխարեն դեռ խոսում են։ Ես դաժան մարդ չեմ, այո, պատերազմի տարիներին թշնամի սպանելը դա սրբազան պարտականություն է գալիս էլ տունը բացելու։ Խաղաղ պայմաններում ես դեմ եմ սպանությանը, ընդհանրապես սպանելով երկիր չեն զարկում, բայց բոլոր նրանք, ովքեր պատասխանատու էին այդ նախորդող տարիներին, ովքեր սրա նրա հետույքից կախված, չգիտեմ, Պուտինազավր դառան ինչ արեցին եւ Հայաստանը չունեցավ համարժեք պաշտպանություն, սկսած կուսակցական վերնախավերից, վերջացրած առյուծ խփող ու քշող մեռածառյուծ կենթանակերպի տեսակներից պիտի կամ գնդակահարվեին գուցե, կամ փողոցում, այն որ ասում է, պիտի գցած լինեին պետության կողմից, որ գնացող եկողը թքեր վրեր ժամանակը մսխելու համար։ Գոնե, այդքան ժամանակը մսխելու եւ պատրաստ չլինելու համար, 44 օրյան այս ժողովրդի գլխին սարքելու համար։ Քանի դեռ այդ տեսակը պատասխանատվություն չի կրում, գուցե մենք խելքի չգանք, չգիտեմ, կարծես թե դա չի լինում։ Երկրի տերտերներ կոչվածները շատ լավ իմանալով ինչ ունենք։ Կաթոլիկոսը պիղծ է, ստախոս է, խապեբա է։ Հերնել գիժ է խաղացել, ասեմ ձեզ, իրենց գյուղում գիժ Գրիգորն է եղել։ Այդ գիժ անվան տակ Գրիգորը խուսափել է հայրենական պատերազմին մասնակցելուց։ Հետո իզարմանս աշխարհի ձեզ տեղեկացնեմ, որ գիժը ով բանակ չգնաց, վերջում մահացավ, որպես իրենց գյուղի պատերազմի վետերանների նախագահ։ Հիմի այդ ամբողջը ինչ է, այս տերտերները, սրբազանները չգիտեն։ Երկու օր առաջ իզարմանացից նորից սրանք ժողով են անում եւ դրանցից մեկը, այդ սրբազաններից մեկը անունները չտամ արդեն նողկանք եմ ապրում, ասում է, բա եկեղեցին ոնց իշխանության դեմ չխոսեր, երբ Արցախի տասնյակ եկեղեցիները հանձնեց։
ով ավանակի զավակ եւ զավակներ, դուք հանձնեցիք, դուք երբ գնում էիք շնորհավորում հանցագործներին, ձեր կաթողիկոս կոչվածը, այս ամենն իմանալով հանդերձ, դուք Աստծուց էլ չեք վախում, թքելով ժողովրդի հոգու մեջ, շարունակում եք կեղծիքն ու անպատկառությունը տարածելով ման գալը, ուր եք գնում, հալավ ինչ եք ուզում, ձեզ էլ է աթոռը հետաքրքրում, ամեն ասեմ ձեզ, բանեք, դատեք, տվեք մեզ, ուտենք, խմենք, օրհնենք ձեզ, բա ուրիշ բան չհետաքրքրեց այս կյանքում, մեկ էլ մի երկու քեռակին, ու բոլորդ մեծամիտ, եւ ինչպես խորենացիներ ասում, ընդհանրապես սերն ու ամոթը բոլորից վերացած։ Էպես չի, որ իշխանություն կոչվածներին գլխիս են դնում։ Մոդայի կրթվելը, տգետ փողոցային փողոցներում գրածները, տգետ մոտեցումները, անհարկի ֆոտոներն ու անհարկի, այսպես ասած, կեցվածքը։ Պայմանական ասած թագավորին ոչ վայել կեցվածքը։ Հիմա այս Իրանա-իսրայելական պատերազմը մի պահ ոնց որ դադար է տվել, չնայած տակից խաղեր տվողն ու աթոռ սիրողները շարունակում են անկապես պարագայում այնպես անենք, որ եթե հնարավոր է, այսօրվանի հրադարենք մենք գանք։ Չեն ասում ներդնենք մի պատի տակից մի բան դուրս թռչելու պատրաստ լինի։ Ասում են մեզ տվեք իշխանությունը, այն ինչը իրենցն էր։ Փողոցում գցած չէ, վաստակ էիք։ Եվ այսպես մենք անվաստակ, կտոր չենք վաստակում, չենք աշխատում, չենք աշխատել և կտոր կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը։ Այս մի փոքրիկ անկյուն ունենք, այն էլ աչի ձախից սեղմված շատ կասկածելի բարեկամ ու ոխերի թշնամի պետություններով, ովքեր սպասում են մեր հերթական սխալին։ Կկարողանանք մեզ հավաքել։ Ես չգիտեմ։ Բայց այս պահին, երբ տեսնում ես, թե աշխարհը ինչպես է, կամ այդ պետությունները ինչպես են պատրաստվել իրենց պաշտպանությանը, ուզում ես ծափահարես երկուսին էլ։ Վատ է, որ կռվում են, վատ է, որ մարդիկ են զոհում, բայց ուզում ես ծափահարես, որ մարդիկ մտածել են, ինչպես պաշտպանեն իրենց պետությունը, պատրաստ լինեն։ Գաղափարախոսությունն այլ բան է էսն է, բայց պետությունը պաշտպանելու խնդիրը պիտի գիշերը չքնես, կնոջը ծոցը չմտնես, չգիտեմ, ոչինչ չանես, հաց էլ չուտես։ Միայն թե այդ ուղղությամբ գործ արվի։ Ինչը պիտի արվեր։ Հայաստանը մի շիկացած երկաթե գունդ պիտի լիներ, որ բոլորը հասկանային։ Առայժմ այս պահին մենք գուշակում ենք, պատրաստ ենք, թե չէ։ Դա Աստված, եթե ժամանակին մեղավորը մենք գիտենք ովքեր էին, որ մենք կորցրեցինք մեր ձեռքբերումը, եւ Նիկոլ Փաշինյանն ասում էր ես պատասխանատու եմ, բայց միակ մեղավորը չեմ, հիմա միակ պատասխանատուն ինքն է։ Իր մոդայիկ կրթվելով կամ եթե այդ մոդայիկի մեջ մեր պատրաստվածությունը հարկ եղած դեպքում կերևա կտեսնենք գուցե այդ մոդայիկին նաև ծափահարենք։ Ասենք դե ոչինչ որ տգետ միտք է, բայց փաստորեն դրատակի նկատի է ունեցել ամուր Հայաստան եւ այդ Հայաստանը պաշտպանված է։ Հուսանք որ դա այդպես կլինի։ Բոլոր դեպքերում 100-ի կեսը միշտ էլ 50-ն է։ Իմ հանգուցյալ ընկեր Վարդան Ստեփանյանի մայրը, Զարիկ մայրիկը, մի օր ասաց, փողոցում մի մարդ մոտեցավ ինձ ու ասաց, լսեք, տիկին Զարիկ, ձեր տղան զոհվել է, դուք ամբողջ օրն ասում եք, որ հայրենիքը էս է, էն է, ինչ եք ուզում, որ իմ տղան են զոհվի։ Ասում է, այսպես նայեցի դեպքին։ Ուրեմն ուզում եմ հիշեն բոլորը, տղերքը, որ զոհվել են, անմահացել են հանուն հայրենիքի, տղերքը պահել են ու գծել են հայրենիքը։
Այնտեղ որտեղ հայրենիք չկա, այդ ազգը չկա։ Կգնաս տասնյակ հազարներով մարդիկ կան, եւ Իրանում են ապրում, եւ չգիտեմ հազարներով Իսրայելում են ապրում, եւ Ռուսաստաներում են ապրում, նրանք աստիճանաբար մեռնում են որպես հայ։ Այդ ծնծղանները, դրոշները, վայ մենք ոդո չէ մոռացեք, ապրում են այն երկրի կանոնով պարտադրած, որտեղ իրենք ապրում են։ Եվ եթե դա Հայաստան չի, ուրեմն ապրում են Իրանավարի, Իսրայելավարի, Ամերիկավարի, Ռուսավարի, Ուզբեկավարի, Չեչենավարի, բայց ոչ երբեք հայավարի, որովհետև այդ երկրի կանոնները դա է պարտադրում։ Ուրեմն այնտեղ հայը մեռնում է։ Մենք պիտի սովորենք ծիծաղել մահվան վրա։ Մահն ինչ է։ Մենք պիտի կարողանանք մեր սերունդներին մեր պետությունը փոխանցել եւ ուժեղ պետություն փոխանցել։ Մի կերպ խեղճ ու կրակ չփոխանցել։ Այստեղ է խնդիրը։ Այս է մեր հայրենիքը։ Հուսանք օրվա պատասխանատուները իրենց գործն արել են, շարունակում են օր ու գիշեր անել, սկսած արտաքին հարաբերություններում, միջև երբ խոսքը բրծնում է, գործին են ասնում, գործնականում էլ պատրաստ ենք մեզ պաշտպանելու խնդիրը, այսպես ասած, կարգավորած պահել։ Հուսանք դա այդպես է։ Մնացածին ասելիք չկա։ Ում սրտում հայրենիք կա, պիտի սպասի, լուր, համբերի, եւ եթե պետք է, այդ հայրենիքի պաշտպանը պիտի յուրաքանչյուրս լինենք։ Ատամով կլինի, եղունգով կլինի, հարգում են միայն այն մարդուն, այն ժողովրդին, ով կարող է իրեն պաշտպանել։ Նա ով իրեն պաշտպանել չի կարողանում, կործանված ժողովուրդին պետությունն։ Ես վստահ եմ, մենք մեր հարգանքը վերահաստատելու կամք ունենք։ Ամեն ինչ լավ կլինի։ Կհանդիպենք։